Պարոն Մինասյան, սկսենք ձեզնից։ Նախ իսկապես շատ եմ գնահատում այն փաստը, որ դուք ինքներդ խմբագրեցիք երեկվա մեր երկխոսությունը, որովհետև չզարմանաք, բայց այնքան շատ էի վստահում ձեզ, որ նույնիսկ չարձագանքեցի երեք ամբիոնից, բայց հետո ստիպված էի ճշգրտել եւ իսկապես մենք սահմանել ենք 24 ամսյա ժամկետ, որպեսզի տնտեսվարողները ներկայացնեն ինքնավար մարմնին 27001 ստանդարտին համապատասխան կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ուրեմն ընկերությունների եւ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ցանկը ներկայացնեն եւ ոչ թե 24 ժամյա ռեժիմով ինչ վերաբերում է անվտանգային մարմիններին եւ այս օրենքի միջև փոխկապակցվածությանը ես ասեմ, որ ոչ կիբերանվտանգության մասին օրենքում, սակայն գիտեք, որ հարակից օրենքներում եւս մի շարք փոփոխություններ մենք նախատեսում ենք իրականացնել եւ ես ուզում եմ ընթերցել հատուկ ձեզ համար, նաեւ քաղաքացիների համար ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում այն փոփոխությունները եւ լրացումները, որոնք այս օրենքի ընդունման պարագայում ուժի մեջ կմտնեն, մասնավորապես տվյալ օրենքի հոդված առաջին 4-րդ կետում առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաեւ կիբերանվտանգության մասին օրենքի համաձայն, այսինքն արդեն իսկ այնտեղ հղում է լինելու կիբերանվտանգության մասին օրենքին, կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված եւ լիազոր մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ կիբերանվտանգության մասին օրենքով սահմանված լիազոր եւ ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները, այսինքն այդ մարմինը, որը ազգային անվտանգության ծառայությունում նոր կենտրոն պիտի ձևավորվի, մեկին մեկ կրկնությունն է լինելու իր գործառույթներով եւ լիազորություններով հենց այս ինքնավար մարմնի, բայց այլ ռեժիմով գործելու նպատակով այդ ռեժիմի տարբերությունների մասին երեք առիթ ունեցանք խոսելու, այդ թվում կիբերանվտանգության մասին օրենքով սահմանված պահանջների, այսինքն չափորոշիչների համաձայն, այսինքն սա հարակից օրենքներով մենք նախատեսում ենք իրականացնել, բայց ռեժիմների տարբերություններով պայմանավորված բնականաբար չեմ բացառում, որ նաև ստանդարտների մեջ որոշակի հավելյալ պահանջներ տվյալ պարագայում տվյալ գերատեսչությունը կարող է սահմանել այդ առանձնահատկությունը հաշվի առնելով բնականաբար։ Ինչ վերաբերում է փուլայնությանը, օրենքի կիրարկման փուլայնությունը նախատեսված է մեր այս նախագծում, դրանով է պայմանավորված, որ մենք սահմանել ենք 1 տարի 8 ամիս 18 ամսյա ժամկետ, որպեսզի կարողանանք լավագույնս կիրարկել եւ չվնասել տնտեսությանը։ Պարոն Սուքիասյանն էլ իր խոսքում նշեց, ես երեք եւս խոսել եմ այդ մասին, այո, լրջագույն խնդիր ունենք կարողությունների եւ անմիջապես ցածկ կատարելով այդ կարողությունների թեմային, ես ուզում եմ հատուկ կերպով անդրադառնալ, սա հիմնարար խնդիր է, որը պիտի լուծենք համատեղ ջանքերով, իսկ ինչ ենք պատկերացնում այդ խնդիրը հիմնարար կերպով լուծելու համար։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, ԲՏԱ-նախարարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը համատեղ ինչպես նաև կրթական հաստատությունները, ինչպիսին օրինակ Թումո Լաբսն է, ինտենսիվորեն արդեն ամիսներ շարունակ քննարկում են հնարավոր կրթական քաղաքականության ձևավորման հարցերը։ Երեք հարց հնչեցվեց մեր գործընկերներից գուցե թե Տիկին Ստեփանյանի կողմից, արդյոք ունենք ռազմավարություն կամ դուք եք պարոն Բագրատյան, չունենք, բայց համենայն դեպս մենք փորձում ենք խնդիրը ամբողջականության մեջ դիտարկել եւ
այս նպատակով այս նախագծերի ընդունումից հետո կլինեն ինստիտուցիոնալ կրթական քաղաքականություն վարելու ծրագրեր։ Ուզում եմ նշել, որ այս պահին էլ մշակում են կիբերհիգիենայի վերաբերյալ կրթական ծրագրեր, թե դպրոցական աշակերտների եւ թե մեծահասակների համար։ Կիբերանվտանգության կարողությունների զարգացման նպատակով արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ, որը թիրախավորում է 6 խմբերի՝ դպրոց, ակադեմիա, աշխատաշուկա, հանրային հատված, կրիտիկական ենթակառուցվածքներ եւ հասարակություն։ Վերը նշված ճանապարհային քարտեզի հիման վրա երկրում նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվում են նոր կրթական ծրագրերի ներդնում, որոնց նախագծումը եւ մշակումը իրականացվում է բացառապես կիբերանվտանգության միջազգային կրթական ստանդարտներին համապատասխան։ Այո, մենք եւս պատկերացնում ենք, որ բուհերը այստեղ լրջագույն անելիք ունեն եւ կառավարությունը պիտի հստակ պետական պատվեր իջեցնի իր եւ ինդուստրիայի կարիքներից ելնելով։ Մենք նաև գիտակցում ենք, որ սրանով լրջագույն ինդուստրիա ենք ստեղծում կիբերանվտանգության ծառայություններ մատուցող նոր ընկերությունների, ստարտափների հայտ գալու, նաև կիբերանվտանգության նոր խորը նեղ մասնագիտացում ունեցող փորձագետների, մասնագետների։ Ես կարող եմ 1 րոպե Համապատասխանել կարևորությունը։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի այն դիտարկմանը կապված ազգային ժողովում տեսախցիկների, ես եւս պիտի չհամաձայնեմ գործընկերոջս հետ, պարոն Թունյանի հետ, սա իսկապես այդ հարցը փոխկապակցված է կիբերանվտանգության հետ, բայց շատ կարևոր երկու դիտարկում ունեմ անելու։ Եթե դուք մտածում եք, որ կառավարությունը ուզում է ցանկացած քայլ հետևել եւ տվյալների արտահոսքի արդյունքում այդ տվյալները հայտնվեն տարբեր լրատվականներում, ապա հռետորական հարց, ինչի համար է այս օրենքը։ Այս օրենքը ես արդեն տևական ժամանակ ասում եմ, որ հիմնական նպատակ ունի մեկ կետից կենտրոնացնելու տվյալների քաղաքականությունը եւ հետագծելիություն ապահովել մարդկանց քաղաքացիների տվյալների համար։ Այ երբ այս օրենքը ընդունվի եւ կիրարկվի, սիրելի գործընկերներ, եւ հանկարծ ձեզնից որևէ մեկի եւ պարտադիր չի միայն ընդդիմադիր падգամավորի ցանկացած քաղաքացու տվյալ, լինի ազգային ժողովի տեսախցիկների տվյալները, թե որևէ այլ բնույթի արտահոսք, մենք ամբողջ հետագծելիությունը ապահովելու ենք եւ սահմանելու ենք համապատասխան պատասխանատվություն։ Հստակ շատ տրիվիալ է այս ամեն ինչը եւ ուղղակի հակասության մեջ է տրամաբանությունը ամբողջ եւ ոգին այս նախագծի։ Ես վստահ եմ, որ կառավարող մեծամասնությունը մեծ սիրով, մեծ հաճույքով եւ կստանձնի եւ կողմ կքվեարկի, նաեւ գիտակցելով, որ ձեր տվյալները պաշտպանելու անհրաժեշտություն կա։ Իսկ հարցի մյուս կողմը իհարկե շատ ավելի տեխնիկական է, նաեւ չմոռանանք, որ ինչեր են տեղի ունեցել այս շենքում եւ նաեւ կառավարության հանձնառությունն է պաշտպանել իր նաև օրենսդիրների ֆիզիկական անվտանգությունը, որպեսզի երբևէ ապագայում նոր այլ ռոմանտիկների խմբեր չլինեն եւ չսպառնան նաև ֆիզիկական անվտանգությանը կամ օրինակ 100 կամ մի քանի 100 մահապարտներ չլինեն, որ արկածախնդրություն փնտրեն այս շենքի տարածքում։ Շնորհակալություն։